Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն։ Իմ հարցը զեկուցող հարցին չի վերաբերվում, նիստը վարողին է իմ հարցը, նաև կարող եք վերջում չարձագանքել, չպատասխանել, եթե պատասխան չունեք։ Ուզում հասկանամ տրամաբանությունը, երբ որ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն ԿՊ-ական գործընկերները հիմնավորված ձևով պնդում բացասական կարծիք են տալիս ինչ որ X հարցի վերաբերյալ, սակայն երբ որ գալիս է արդեն նիստերի դալիճ, ճնշում, ակնհայտ ճնշում էին որակավորմամբ այդ մարդկանց նկատմամբ, որովհետև բացասական քվեարկող, բացասական կարծիքը հիմնավորող ու հիմնավոր ձևով հիմնավորող մարդիկ արդեն այստեղ դրական են քվեարկում այդ հարցերի շուրջ։ Հետևաբար նույն հանձնաժողովի նիստերի տրամաբանությամբ ինչի համար եք գումարում, որ դրեք սաղը բացասական, բերեք ստե դրական քվեարկեք անցնի գնա։ Եվ հետո մի նեղացեք, որ ասում ենք արժե զրկում եք բոլոր կառույցները, ինստիտուցիոնալ այդ ինստիտուտները բոլոր։ Ուզում եք պատասխանեք, կարող եք չպատասխանել, նաև սա որպես ռեպլիկ էր, որովհետև չեմ կարողանում հասկանալ, եթե մարդը հիմնավոր ձևով ասում է բացասական է, հետո այդ հարցը դրականի տակ անցնում գնում է։ Ո՞րն է տրամաբանությունը։ Սկզբունքը ո՞րն է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, իրականում միգուցե նաև պատասխան է, եթե հարցին վերաբերող լիներ, բայց ցավոք սրտի արդեն անդրադարձա հարցերին, նաև են բացասական տրված բացասական եզրակացություն ստացած նախագծերին անդրադարձա եւ ամենայն հարգանքով, բայց ի տարբերություն ձեզ մեր խմբակցության անդամները ունեն հնարավորություն նաև ուղիղ բարձաբանումներ ստանալու այլ խողովակներով, որոնք որ ստանում են եւ հարցերը երբ որ սպառվում է համապատասխան քվեարկություն է լինում։ Արձագանք։ Այսինքն դուք փաստում եք, որ երկակի ստանդարտ է գործում, եթե ընդդիմադիր ավականին փորձում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ, այդ իրավունքը նա չունի, այսինքն ինչը որ նաև փաստում են որոշ վարչության պետեր, որ օրինակ Սուրենը Գրիգորյան ահաբեկված է, ասում է հանգարտ չշփվեք, այդ մարդիկ որ դիմում են խուսափեք կամ նամակը որ գրում են չեն պատասխանում, շնորհակալություն, որ այդ ամբողջը դուք հիմնավորեցիք։ Բացարձակապես դա չէ հիմնավորում, պարոն Մանուկյան, բայց ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ մենք ունենում ենք ֆրակցիայի նիստեր, ունենում ենք դաշինքի նիստեր եւ այդ նիստերի ժամանակ հնարավորություն են ունենում հավաքանները ուղիղ գործադիր մարմնի ներկայացուցիչները